Սպասելի էր, այո, ես երեք Սրբազանին տեսակցության էի գնաց է, Սրբազանը լավ է, փառք Աստծո, նորմալ է, Աստծո օրհնությամբ, Աստված ուժ տալիս է։ Ինչ էր ասում, սպասում էր նմանատիպ որոշման։ Հենց այս կոնկրետ այս ձևել ասեց, որ 2 տարի տալու են եւ այն 6 ամիսն է ոնց որ լավություն անեն, էլի այդպես ասեց։ Ինքը արդեն կանխատեսել էր այս վեճը։ Գիտենք, որ առողջական խնդիրներ ունի, ավելի սրվել է, հիմա ինչպես է իրան զգում։ Փառք Աստծո, Սրբազանի առողջությունը նորմալ է, որևէ խնդիր չկա։ Լավ է։ Իսկ դատավորի որոշման հետ կապված ինչ կասեք։ Դե դատավորը փաստացի դատական համակարգը ոչնչացրեց իր այս որոշմամբ, որովհետև փաստված իրականություն է արդեն, որ ոչ մեղադրանքը հիմնավորվեց, ոչ որևիցե ապացույց բերվեց, բացարձակ անարտար դատավեճեր էր, քաղաքական պատվեր, որն ակնհայտ է եւ քաղաքական հիմքերով, քաղաքական նպատակներով կատարված դատավարություններ, որպեսզի Միքայել Սրբազանը չխոսի եւ իրենց նախընտրական քարոզարշավին չխանգարի, իրենց վերարտադրվելուն չխանգարի։ Այս է խնդիրը, որ այսքան ժամանակ Սրբազանը խոսել էր, ոչ մի բան չէին ասում, ու հիմա արդեն երբ որ ընտրություններն են մոտենում, իրենք սկսում են քաղաքական ռեպրեսիաներ եւ այսպես այն ցանկացած ուժ, որն իրենց համար իրական վտանգ է ներկայացնում, իսկ վտանգ են ներկայացնում բոլոր հայրենասեր, իրոք ազգին նվիրված ուժերը, նրանց իրենք պետք է ինչ-որ կերպով կամ դատարանների միջոցով, կամ այլ միջոցներով օրինական թե ապօրինի, չնայած այս իշխանության մեջ, այս իշխանության ժամանակ ամեն ինչ ապօրինի է, այստեղ օրինական միջոց չի կարող կիրառվել, բայց չագերտավոր ասած օրինական եւ ապօրինի միջոցներով պայքարելու են ընդդիմության դեմ, պայքարելու են իրենց իշխանությունը խաթարողների կամ իրենց խանգարողների դեմ։ Իսկ բողոքարկման հետ կապված ինչ կասեք, փաստաբանական թիմը որոշել է բողոքարկել վճիռը։ Այո, բողոքարկելու են, փաստաբաններից ճշտել եմ, գնալու ենք մինչև վերջ, որովհետեւ Սրբազանը արտարացվի, որովհետեւ Սրբազանը մեղավոր չէ, եւ երբ որ արտարացվեց, արդեն հաջորդ քայլերը կտեսնենք ինչ կանեն, որտեղ պատասխան են տալու բոլոր անարտար վճիռ կայացնողները։ Իսկ ինչ եք կարծում, բողոքարկումը օգուտ կտա թե հերթական այսպես ասած։ Դե բողոքարկումը արդեն բնական է կծկծկեն, քանի որ էլի նույն իրենց իշխանության տակ է դատարանը, իսկ ինչը որ հանցագործություն է իրականում, մեր սահմանադրությամբ մեր երկիրը ունի 3 հենասյուն, չէ, իշխանության, դատական, գործադիր, չէ, եւ օրենսդիր։ Հիմա դատականը արդեն ոչնչացրել են, օրենսդիրը լրիվ իրենցով են արել, այսինքն մենք տեսնում ենք պարզ դիկտատուրա, որն որ հովանավորվում է որոշ ուժերի կողմից, ու որոշ բավական ուժեր են իր հետևում կանգնած, բայց այդ ամեն ինչը ժամանակավոր է եւ ոչ մի բան էլ այս աշխարհի վրա հավիտենական չի, բացի Աստծո առկայությունից։ Իսկ ինչ եք կարծում, եկեղեցու դեմ արշավը կշարունակվի, թե Բագրատ Սրբազանով եւ Միքայել Սրբազանով կողմնակվի։ Դե դա արդեն իմ կարծիքով կշարունակվի, ինչի եմ այդպես մտածում, որովհետեւ ինքը արտաքին շահեր է առաջ տանում մեր երկրում, ինքը սպասարկում է թուրքական եւ այլ ինձ համար անհայտ ուժերի շահերը, իսկ իրենց շահերին հակառակ է մեր Հայաստանի Հանրապետությունում որևէ ազգային կառույցի գոյություն եւ որևէ ազգային արժեք։ Իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի նսեմացնեն մեր ազգային արժեքները, ձեռք առնեն, նվաստացնեն եւ այն մարդիկ, ովքեր այդ արժեքները կրում են եւ փոխանցում են, բնական է ենթարկվելու են տարբեր ճնշումների։ Իսկ եկեղեցին ինչ-որ քայլեր պատրաստվում է ձեռնարկել։ Եկեղեցու քայլերը եւ կան, եւ հիմա էլ կա, եւ ես ուզում եմ, որ ժողովուրդը հասկանա, որ եկեղեցին քաղաքական կառույց չէ եւ պետք չէ ակնկալել եկեղեցուց, որ եկեղեցին պետք է ելնի փողոցներ, ինչ որ ցույցեր անի, պաստառներ պահի, եկեղեցին իր գործը շատ լավ անում է, իր առաքելությունը Աստծուց տրված, եւ եթե մենք լինենք եկեղեցում, եթե մենք իրոք որպես ժողովուրդ լինենք եկեղեցում եւ լսենք մեր
հոգևոր հայրերին, ցանկացած խնդիր շատ արագ կլուծվի։ Պարզապես պետք է լինել եկեղեցուն, պետք է հոգևոր կյանքով ապրել, որովհետև հիմա նայեք, այս իշխանությունը ինչպես եկավ զրբարդությունների, խաբեբայության, ալիքի վրա։ Եվ եկեղեցին պայքարում է այս մեղքերի դեմ։ Եթե մենք այս մեղքերը մեր մեջ հաղթահարենք, այս չարախոսությունը, զրբարդությունը, բնականաբար այս իշխանությունը, որ նոր նստած է այդ չարախոսության աթոռի վրա, այդ աթոռը իր տակից կվերցվի ու ինքը չի կարող մնա։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս սա շատ լավ հասկանանք։ Իրենք մինչև հիմա իշխանության են չարախոսության, զրբարդության, հասկանում եք, շնորհիվ։ Մեր մեջ սերմանում են չարախոսություն, որի պատճառով մենք բաժանվում ենք տարբեր կուսակցությունների, տարբեր մասերի, մեկը մյուսի դեմ է դուրս գալիս եւ դրանով իրենք հաղթում են։ Իրենք շատ թույլ են, իրենք ուժեղ չեն, բայց իրենք խորամանկ են սատանայի նման եւ սատանայից հրահանգներ ստանալով գործում են մեր երկրի դեմ։ Աճապահյան, Շիրակի թեմից Միքայել Սրբազանի եղբոր որդին։